Լավագույն օրինակը մեզ տալիս է մեր Տեր Հիսուս Քրիստոս անառակ որդու առակի պատմությամբ, որտեղ բոլորը թերևս գիտեք այդ առակը, որ կրտսեր որդին մի մարդ, որ երկու զավակներ ուներ, ուրեմն երկուսից կրտսերը հորն ասում է, որ իմ ունեցվածքը տուր, ես գնալու եմ առանձին ապրեմ քեզանից։ Դուրս է գալիս հոր տնից, գնում է առանձին, վատնում է որ ունեցվածքը եւ վերջի վերջո հասնելով աղքատության ամենացածր աստիճանին, շեմին, ուրեմն հիշում է իր հոր տան փառավոր օրերը եւ ասում է, որ վերադառնամ հորս մոտ, գոնե ծառայի պես ինձ ընդունի եւ կկարողանամ ապրել այդ տան մեջ։ Վերադառնում է, հայրն էլ ընդունում է ուրախությամբ, մի եղբայրն էլ նախանձում է եւ ասում է, որ ինչու ընդունեցիր, չէ՞ որ ինքը քեզ քո ունեցվածքի կեսը տարավ եւ վատնեց եւ դու հիմա իրեն հեն ընդունեցիր։ Ուրեմն սա ամբողջ պատմությունն է։ Սա ամբողջ պատմությունն է։ Տեր Հիսուս Քրիստոս երբ այս պատմությունը պատմեց, ինձ թվում է, որ մի քանի մարդկության մի քանի շերտեր կար, մարդկային տեսակների մի քանի շերտեր կային, որոնք պիտի լսեին այս պատմությունը եւ հասկանային, որ իրենց մասին է խոսքը։ Նախ ընդհանուր առմամբ մարդկության մասին է այս պատմությունը։ Այս պատմությունը մարդկության ճամփորդության մասին է, որ վերջի վերջո մարդը պիտի վերադառնա դեպի Աստված։ Բայց ընդհանուրից զատ սա, սիրելիներ, անհատական ճամփորդության պատմություն է, որ վերջի վերջո յուրաքանչյուր մեկս պիտի դառնանք դեպի Աստված մեր ամբողջ կյանքի մեջ ճամփորդելով։ Որովհետև երբ մենք ծնվում ենք եւ գալիս ենք այս աշխարհ, մենք դուրս ենք գալիս մեր հոր տնից եւ մի մեծ ճամփորդություն ենք անում մահանալուց հետո վերադառնալով հոր տան մեջ։ Այս մեծ ճամփորդության մեջ կա նաեւ փոքր ճամփորդություն, որ մենք կատարում ենք ամեն օր, երևի ամեն օր, եթե ոչ օրը մի քանի անգամ։ Ինչպես, ինչ է նշանակում այս անառակ որդու ճամփորդությունը։ Սա մեր կյանքի ճամփորդությունն է։ Ուրեմն, երբ մենք խոսում ենք անառակ որդու մասին, մենք խոսում ենք մեր անձնական, մեր տեսակի մասին։ Մենք անառակ ենք Աստծո առաջ, որովհետև սահմանումներ չենք ճանաչում Աստծո հետ։